խաղաղություն բառը հենց ասում ես, միանգամից ցնցումների մեջ են ընկնում այդ խաղաղություն բառից։ Բանը ու այն աստիճան, որ նույնիսկ արդեն առանց բանի, այսպես ներքին դիսկոմֆորտի եք դուք Հայաստանին սկսում մեղադրել պատերազմ հրահրելու մեջ։ Լիլիթ Գալստյանն ասում է, որ ձեր քաղաքականության արդյունքում Հայաստանը դիրքավորվել է որպես օկուպանտ։ Ձեր 3 նախագահները, որոնց որ դուք համարում եք հաղթած նախագահներ, 3-ն էլ Հայաստանի դեմ ըստ էության սուտ մատնություն են արել։ Եվ դուք հետո գալիս եք ասում եք մեր 3 հաղթած նախագահները։ Ոնց կարող են հաղթող նախագահները, հաղթած նախագահները Հայաստանի Հանրապետությանը մեղադրեն պատերազմ սկսելու մեջ եւ սուտ մատնություն իրականացնեն Հայաստանի Հանրապետության դեմ։ Կամ բանը, պարոն Մինասյան, նաև դուք կարծեմ ասեցիք, որ ասում եք լավ է, որ դաշնակցության մասին խոսում եք, դաշնակցությանը բան եք անում վերլուծում, իհարկե, որովհետև բազմաթիվ անգամ ասել ենք, որ հայ քաղաքական մտքի մեջ վերջին 100-ամյակի ընթացքում դոմինանտը եղել է դաշնակցականությունը։ Էլի ասել եմ մի անգամ, որովհետև դուք մտածում եք, որ դուք ի սկզբանե եւ վերջնականորեն տրված դուք կատարյալ եք, հասկանում եք։ Այսինքն դուք կատարյալ եք, դուք ձեր կատարելության մեջ էլ, այսինքն sense վախճանված եք արդեն այդպիսին, այսինքն դուք այնքան կատարյալ եք, որ դուք զարգանալու տեղ չունեք։ Բայց ասենք հանգուցյալները չունեն զարգանալու տեղ, մեկ էլ դաշնակցությունը եթե տենց ստացվի։